Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում մասնակցելով անվտանգության ամենամյա համաժողովի պանելային քննարկումներից մեկին հայտարարել է, թե Թրամփի ուղին չի նախատեսում Նախիջևանով ճանապարհ դեպի երասխ, այլ դեպի Թուրքիա։ Ալիևի այս հայտարարությունը զարմանք կարող է առաջացնել միայն հանրության այն շերտերում, որոնք Հայաստանի իշխանության քարոզչության պարզունակ և լայն սպառող են։ Նրանք, ովքեր դիտարկել են տեղի ունեցող պրոցեսները ըստ էության և փորձել դրանք ուսումնասիրել տարբեր կողմերից, Ալիևի այս հայտարարությունից ամենևին զարմացած չեն լինի, որովհետև Թուրքիան դեռևս 2025 թվականից սկսել է Կարս Նախիջևան երկաթուղային հաղորդակցության շինարարությունը, իսկ դրա մտադրության մասին խոսել է շատ ավելի վաղ, և նաև Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտոնյաները բազմիցս նշել են, թե իրենց այսպես ասած Զանգեզուրյան միջանցքի պատկերացումն է Հայաստանի տարածքով Նախիջևան և հետո դեպի Թուրքիա։ Եվ հետևաբար հասկանալի է, որ եթե Թուրքիան միլիարդներ է ծախսելու Կարս Նախիջևան երկաթուղի կառուցելու համար և արդեն իսկ սկսել է այդ նախագծի իրականացումը, ապա որևէ կերպ չէր ցանկանալու, որպեսզի Նախիջևանով երթուղին շարունակվի դեպի երասխ և հետո նոր Գյումրիով անցնի Կարս։ Հետևաբար Ալիևի այս հայտարարությունը, որ Թրամփի ուղին չի նախատեսում Նախիջևանով դեպի երասխ ճանապարհ, այլ պետք է անցնի դեպի Թուրքիա, ամենևին զարմանալի չէ։ Բայց այն կարծես թե չի ներառվում այն քարոզչության տրամաբանության մեջ, որ ամիսներ շարունակ փորձում է մատուցել պաշտոնական Երևանը, դիտարկելով Թրամփի ուղին հենց այդ հաջորդականության կամ երթուղային այդ տրամաբանության մեջ՝ Հայաստանի տարածքով Նախիջևան և հետո Նախիջևանով երասխ և ըստ այդմ երկաթուղային Գյումրի-Կարս հանգույցով նոր միայն դեպի Թուրքիա։ Ալիևի հայտարարությունը, սակայն, ուշադրության է արժանի այլ հայտարարության ֆոնին, որ նախորդ շաբաթավերջին արեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը հայտարարեց, թե որոշ երկրներում ձևավորվել է կարծիք, որ Հայաստանի երկաթուղին պետք է շրջանցել, քանի որ այն կառավարում է ռուսական երկաթուղիներ ընկերությունը, այսինքն կառավարման իրավունքը Ռուսաստանինն է, հետևաբար նպատակահարմար չէ Նախիջևանից շարունակել դեպի երասխ, այլ պետք է գնալ դեպի Թուրքիա։ Ինչու Նիկոլ Փաշինյանը, որ մինչ այդ բոլորովին չէր խոսում այս թեմայով, հանկարծ որոշեց հայտարարել այդ մասին և ինչու հենց փոխնախագահ Վենսի այցից հետո։ Նախ հիշենք, որ դրանից առաջ, մի քանի շաբաթ առաջ, Նիկոլ Փաշինյանը դիմում էր Ռուսաստանին, որպեսզի Ռուսաստանը նորոգի և հնարավորինս արագ նորոգի դեպի Կարս, Գյումրիից դեպի Կարս երկաթուղային հատվածը, դեպի Ախուրիկից դեպի թուրքական սահման երկաթուղային հատվածը և երասխից դեպի Նախիջևան երկաթուղային հատվածը։ Հիմա հարց է առաջանում, եթե Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Ռուսաստանը ճիշտ կլինի, որ վաճառի իր իրավունքը, այլապես ինչ որ երկրներ համաձայն չեն այդ իրավունքի ներքո օգտվել Հայաստանի երկաթուղուց և դա խանգարելու է Նախիջևանից երասխ անցմանը, ինչպես է Ռուսաստանին առաջարկում նորոգել երկաթուղին, եթե դնում է Ռուսաստանի իրավունքը դե ֆակտո վերցնելու հարց։ Ռուսաստանն անգետ է նորոգի իրավունքը տալու կամ իրավունքը վաճառելու, այդ իրավունքից հրաժարվելու պայմաններում, թե այդ խաղը, այդ հակասությունը, այս քարոզչական հերթական թերևս հնարքը նախատեսված է պարզապես անգետների համար։ Իսկ հարցն այն է, որ մեծ հավանականությամբ Նիկոլ Փաշինյանը պարզապես փորձ է անում այս թեմայով նախապատրաստել քողարկումը Հայաստանի շահերի հերթական զիջման հանգամանքի բացահայտման տեսանկյունից։ Եթե Ալիևը հայտարարում է, որ Թրամփի ուղին նախատեսված չէ Նախիջևանով դեպի երասխ, այլ Նախիջևանով դեպի Թուրքիա, ապա սա նշանակում է, որ կա հստակ համաձայնություն, որ այդպես է լինելու երթուղին, և դա քննարկված է նաև ամերիկյան կողմի հետ։ Եվ ուշադրություն դարձնենք նաև այդ հանգամանքին, որ ինչպես Փաշինյանն է ռուսական կառավարման այսպես ասած խնդրի մասին բարձրաձայնում Վենսի այցից հետո, նույնը անում է նաև Ալիևը Վենսի այցից հետո հայտարարելով, որ Թրամփի ուղին նախատեսված չէ դեպի երասխ, այլ դեպի Թուրքիա։ Հետևաբար, արդյոք Նիկոլ Փաշինյանը ռուսական գործոնը չի բարձրաձայնում ընդամենը որպես պատճառաբանություն կամ արդարացում
ասելու, թե ինչու Թրամփի ուղին չի շարունակվում դեպի երազ։ Այլ կերպ ասած, ստացվում է, որ այս հարցում Հայաստանի իշխանության դիվանագիտական ձախողումը, երբ պայմանավորվածությունը չի ենթադրել աներկբա շարունակություն դեպի Երասխ և Գյումրի, հետո նոր Թուրքիա, այսպես ասած գցել ռուսական գրպանը, որովհետև մեծ հավանականությամբ ռուսները կարող են չհրաժարվել իրենց իրավունքից, հաշվի առնելով այն, որ 2008 թվականին Ռուսաստանին հայկական երկաթուղին և դրա հավատարմագրային 30-ամյա կառավարումը հետաքրքրել է թերևս առավելապես ռեգիոնալ հեռանկարների տրամաբանությամբ, որովհետև եթե խոսքը վերաբերեր միայն Հայաստանի տարածքում երկաթուղուն, ապա դա որևէ մեկի համար, ոչ միայն ռուսական երկաթուղիների, այլ որևէ մեկի համար չէր լինի տնտեսապես և անգամ քաղաքական առումով գրավիչ։ Եվ հետևաբար տրամաբանությունը այն պայմանավորվածության կամ այն հավակնության, որ ունեցել են ռուսները հայկական երկաթուղու նկատմամբ, ենթադրել է ռեգիոնալ հեռանկար։ Իդեպ, նաև այստեղ թերևս կարևոր է մատնացույց անել, որ այդ ժամանակագրությունը համընկավ նաև հայ-թուրքական դիվանագիտության, այդ ֆուտբոլային դիվանագիտության ժամանակաշրջանի հետ, և այդտեղ իր որոշակի դերը անկասկած ուներ նաև Ռուսաստանը։ Իհարկե ոչ միայն Ռուսաստանը, բայց նաև Ռուսաստանը։ Եվ եթե այդ դիվանագիտությունը ընթանար առավել մեծ հաջողությամբ, ընթանար արդյունավետությամբ, ապա դա բնականաբար իր ազդեցություններ ունենալու նաև ռեգիոնալ հաղորդուղիների վրա, հետևաբար նաև հայկական երկաթուղու, այսպես ասած, ռեգիոնալացման հեռանկարի վրա։ Այդպիսով, արդյոք Ռուսաստանը կհրաժարվի հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումից, այն դեպքում, երբ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն ինքը Թրամփի ուղու այս պրոցեսին զուգահեռ սկսեց գործընթաց Ադրբեջանի հետ և ձեռք բերեց պայմանավորվածություններ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային լոգիստիկան աշխատեցնելու ուղղությամբ։ Ավելին, մենք լսում ենք Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկից հայտարարություն, որ իրենք Վրաստանի հետ քննարկում են նաև աբխազական երկաթուղու գործարկման հնարավորությունը կամ հեռանկարը։ Իհարկե հասկանում ենք, որ սա շատ ավելի բարդ խնդիր է և սա շատ երկար ժամանակ պահանջող հարց է լինելու, բայց այստեղ շատ էական է մոտեցումների տրամաբանությունը հասկանալու համար, թե արդյոք Ռուսաստանը կհրաժարվի հավատարմագրային կառավարման իր իրավունքից։ Իսկ այդ իրավունքը Ռուսաստանը ունի մինչև 2038 թվական, քանի որ այդ պայմանավորվածությունը կոնցեսիոն կառավարման պայմանագիրը ունի 30-ամյա ժամկետ։ Հետևաբար դեռ 12 տարի ռուսները ունենալու են այդ իրավունքը։ Եվ եթե Հայաստանը պնդի իրավունքից հրաժարվելու հարցը, սա գործնականում նշանակելու է պարզապես հայ-ռուսական կոնֆլիկտ, եթե ռուսները այդուհանդերձ տեղի չտան, ապա սա նշանակելու է առնվազն դատական տևական պրոցես, որտեղ Հայաստանը իր, այսպես ասենք, իրավունքը վերականգնելու համար, Ռուսաստանից իրավունքը վերցնելու համար պետք է անցնի միջազգային դատական գործընթացներ։ Անկասկած է, որ եթե այսպես համառոտ նկարագրենք, որ երկաթուղային կառավարումը Ռուսաստանից վերցնելը մեղմ ասած այդքան պարզ և արագ չի լինելու, որքան ասենք Հայաստանի ելցանցերը Սամվել Կարապետյանից վերցնելը։ Հետևաբար մենք պատկերացնում ենք, թե այս պրոցեսը իսկապես ընթացք ստանալու պարագայում ինչ հավելյալ խնդիրներ է առաջացնելու Հայաստանի համար, ինչ հավելյալ լարումներ է առաջացնելու Հայաստանի համար, փոխարենը չի փոխելու Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումները, որովհետև կրկնեմ, նրանց համար հարցը ստրատեգիական է և նրանք ամենևին ցանկություն չեն ունենա և չեն ունենալու շարունակել Նախիջևանով դեպի Երասխ, եթե իհարկե երկաթուղին չանցնի թուրքական կամ ադրբեջանական կառավարման կամ ոչ թե Ռուսաստանի և Հայաստանի բարեկամ որևէ երկրի, այլ Ադրբեջանի և Թուրքիայի բարեկամ որևէ երկրի։ Իհարկե տեսականում այստեղ բացառելի չէ նաև այն, որ այդ երկիրը բարեկամ լինի նաև Ռուսաստանի համար։ Վերջին հաշվով, երբ խոսում ենք գերտերությունների վարքագծի մասին, ապա այստեղ պետք է հասկանալ, որ նրանք ի վիճակի են պայմանավորվել մեզ շրջապատող տարբեր երկրների հետ մեզանից շատ ավելի լավ և արդյունավետ, որովհետև նրանք ունեն դրա համար անհրաժեշտ շատ ավելի մեծ ռեսուրսներ։ Հետևաբար, երբ մենք ներքաշվում ենք այսպիսի պրոցեսների մեջ, երբ հայտնվում ենք տարբեր խոշոր խաղացողների շահերի հանդեպ ճակատային դիմակայության շրջանակում, այստեղ մենք չենք ունենալու որևէ բան շահելու հնարավորություն,
Մենք ասելով ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետությունը եւ ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունը, որն իհարկե ներկայումս ունի ընդամենը մեկ լուծելու հարց, այն է նախընտրական քարոզչություն իշխանությունը պահպանելու նպատակով։ Եվ ահա այս տեսանկյունից է, որ շատ էական է հարցադրումը։ Արդյոք Նիկոլ Փաշինյանի համար սա ընդամենը հենց այս տրամաբանության մեջ առաջ բերվող թեմա չէ, երբ առաջանում է դարձյալ ռուսական թեման, պատասխանատվությունը դարձյալ հայտնվում է ռուսական գրպանում եւ հնարավոր է տևական ժամանակ այս հարցը շահարկել առնվազն ներքին քարոզչական սխեմաների շրջանակում, ինչպես օրինակ ՀԱՊԿ հարցը, ինչպես օրինակ Արցախի հանդեպ Ռուսաստանի պատասխանատվության հարցը եւ բազմաթիվ այսպիսի հարցեր։ Ռուսաստանի համար այս ամենը բացարձակապես հետաքրքիր չէ, այնպես որ Ռուսաստանը միանգամայն կարող է հանդուրժել այս տրամաբանության խաղը, ինչպես մենք տեսնում ենք, միայն թե ինքը այստեղ չստանա ռազմավարական ռիսկեր։ Իսկ գոնե առայժմ ռազմավարական ռիսկեր Երևանը չի առաջացրել եւ չի առաջացնում։ Կրկնեմ, բացված թեման ամենևին այն մասին չէ եւ վստահաբար հնարավոր չէ ասել, որ ենթադրում է Ռուսաստանի համար ռազմավարական ռիսկ։ Սա կարող է ենթադրել տևական ինչ-որ պրոցես դարձյալ, որը մանևրի հնարավորություն կլինի Նիկոլ Փաշինյանի համար ներքին հարցերում։ Իսկ գործնականում կա պայմանավորվածությունը։ Թրամփի ուղին, ինչպես բարձրաձայնել է Ալիևը, չի ենթադրում ճանապարհ դեպի երասխ, այլ ենթադրում է ճանապարհ դեպի Թուրքիա։ Եվ ինչպես նշեցի, սա ունի շատ պարզ բացատրություն եւ սրա մասին թուրք պաշտոնյաներն են բազմիցս հայտարարել, որ իրենց պատկերացումն է Նախիջևանով դեպի Թուրքիա ճանապարհը, որի համար էլ մոտավորապես 3 միլիարդ դոլար արժողությամբ ծրագիրն են իրականացնում Կարսը Նախիջևանի հետ երկաթուղով կապելու համար։ Սա շատ կարևոր է դիտարկել եւ հասկանալ, կրկնեմ, քարոզչական, հերթական մանիպուլյացիոն ծուղակում չհայտնվելու համար, չսպառելու համար պարզունակ քարոզչություն, այլ հասկանալու համար, թե ընդհանրապես ինչ է տեղի ունենում Հայաստանի շուրջ, ինչ այսպես ասած խաղաղություն է կառուցվում Հայաստանի շուրջ եւ ինչ է դրա համար վճարում եւ դրա համար ինչ ռիսկերի առաջ է հայտնվում Հայաստանի Հանրապետության պետական շահը։